Հարգելինես, այսօր ուզում եմ սմբուկով պատրաստեմ մի ուտեստ, որը իմ մանկության համերից է։ Հիշում եմ տատիկս էր պատրաստում, մայրիկս էր պատրաստում եւ իրոք տարածված կերակուր է։ Այս կերակուրը շատերը անվանում են գառնու յարախ կամ գառան յարախ, իսկ մենք անվանում ենք մսակկա։ Տատիկս այդպես էր անվանում այս կերակուրը։ Այսպիսով հարգելիներս, մեր սմբուկը լավացի, չորացրեցի եւ հետեւյալ գործողությունն եմ կատարում։ Պոչիկի հատվածը հեռացնում եմ։ Այսպես 3 տեղից գեղեվահան եմ անելու։ Տակի հատվածը թողում ենք մնա իր գեղևը։ Մեջտեղի հատվածից կտրվածք ենք անում ոչ շատ խորը։ Ահա, եւ արդեն մեր սմբուկները պատրաստ են գնան առադիթայուղի մեջ տապակվելու։ Հարգելիներ, սմբուկները տապակելու համար ես խորը կաթսայի մեջ եմ ձիթայուղը ավելացնում, որ ձիթայուղը շատ էսկոմ էնկով չթռնի, այրվածքներ չստանան եւ ասեմ, որ այսպես 3-4 հատով եմ ես գեղեվահանում սմբուկը։ Այս 3-4 հատը կեփի, հետո արդեն հաջորդը գեղեվահան կանեմ։ Իդեպ ասեմ, շատերը սմբուկի դառնահամի համար նախորը գեղեվահան անելուց հետո աղաջրի մեջ են պահում, ես նման գործողություն չեմ կատարում։ Ես գեղեվահան անելուց անմիջապես հետո իրան ուղարկում եմ տապակի մեջ։ Հարգելինես, մսակկա պատրաստելու համար ես միշտ նախընտրում եմ միջին չափսի սմբուկները եւ տապակելուց շատ լավ 4 կողմից իրան տապակում եմ, որ ինքը հումտեղ չմնա։ Եվ հավելեմ, որ տապակելու ընթացքում ես աղ չեմ ավելացնում։ Ահա հարգելիներս, տապակված սմբուկները ես մի անգամից տեղադրում եմ ջեռոցի տապակի մեջ եւ տեսնում եք նավակի պես կարծես ունեն։ Հիշում եմ երեխաներս որ փոքր էին, այս կերակուրը նավակ էին անվանում։ Հարգելինես, մեր սմբուկները արդեն պատրաստ են, շատ լավ տապակվեցին։ Մեզ մնում է պատրաստենք մսային ֆարշը եւ ուղարկենք ջեռոց եւ ֆելու։ Եվ հավելեմ, որ մսային ֆարշը ես նախընտրում եմ լինի գառան մսի աղացած խճողակը։ Իդեպ տավարի մսով էլ է շատ համեղ ստացվում, բայց իր ստույգ բաղադրատոմսում գառան միսն է։ Եվ այսպիսով հարգելիներս, մեր մսակկաները արդեն պատրաստ են, սմբուկները լցոնված են մսային խճողակով եւ ժամանակն է արդեն ուղարկեմ ջեռոց։ Մի 10-15 րոպե եփվելուց հետո արդեն կարող ենք համտեսել։ Հավելեմ, որ
հեղուկ մասա չեմ ավելացրել, քանի որ սմբուկը իրանից իր ջուրը դուրս կտա եւ նշեմ, որ անգամ քերած պանիրել չեմ ավելացրել, ինչպես շատերն են անում։ Ցանկության դեպքում կարող եք ամեն մի նավակների վրա 1-2 հատ լոլիկ ավելացնեք։ Ահա եւ այսպիսով արդեն պատրաստ են մեր մսապկաները։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։